Հայկական ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։ Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել, սակայն այս տոների արմատները այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա։ Հայկական մշակույթը հնուց ի վեր մինչ օրս էլ աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով։ Մենք բոլորս այս տոները նշում ենք որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։ Այստեղ փորձել եմ առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն։ Սուրբ Զատիկն ու Անահիտ Աստվածուհին։ Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը։ Զատիկ անվանումը առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից։ Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը, և այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ Քրիստոս հարյավ իմեռելոց և ի պատասխան ստանալով օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սակայն հայոց աշխարհում Զատկի տոնի արմատները շատ ավելի հին են։ Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն։ Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները։ Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ բնությունը ամբողջությամբ գորշությամբ է պատված, և Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ Աստվածուհուն, խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները։ Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն հազարան հավքը, որը շատ լավ երգում է։ Եվ այդ օրվանից արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը և ամբողջ երեկո պարում ու երգում։ Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր Զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով, արիացիները Զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով։ Նրանց համար Զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր։ Վարդավառն ու Աստղիկ Աստվածուհին։ Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն։ Հեթանոսական շրջանում վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին։ Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը։ Ըստ ավանդազրույցի, Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից, և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից վարդեր էին բուսնում։ Աստղիկ Աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ։ Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով։ Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս։ Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը։ Հնում մարդիկ վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին, այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել։ Վարդավառը նաև համարվել է ջրի տարերքի պաշտամունքի տոն։ Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր։ Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և պարզության, և մաքրության խորհրդանիշ է։ Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը։ Ընդունված սովորություն կար, որ մինչև վարդավառ խնձոր չէին ուտում, և վարդավառի խնձորի բերքի օրհնությունից հետո նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել։ Տիրոջն ընթառաջ կամ տրընդես։ Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառն ընթառաջը։ Տյառն ընթառաջի տոնը համարվում է Տիրոջն ընթառաջ գնալու հրավեր բոլորի համար։ Հնում տրընդեզը կրակին նվիրված տոն է եղել։ Ըստ հին հայկական պատկերացումների, տրընդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը։ Քանի որ հայերը իրենց համարում էին արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը։ Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ։ Ըստ որոշ մեկնաբանությունների, տրընդես բառը նշանակում է դիզված կրակ։
Հեթանոսական շրջանում մարդիկ ծխի միջոցով փորձել են գուշակել տարվա բերքառատությունը։ Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն։ Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին տյառն ընդառաջի տոնական կերակրատեսակները՝ փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա։ Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով։ Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան։ Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տան տիկինը տյառն ընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը։ Ըստ Գրիգոր Տաթևացու, կրակն ունի հետևյալ խորհուրդները. խարույկի հուրը բորբոքելով քրիստոնյաները Աստծո սիրո հուրն են խնդրում և կրակը ծառայեցնում են Աստծուն։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա տոներն ունեն նույն գործառույթը, այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ։